ստեղծումներ եմ արել մեքենաների, սալոնների, խանութների, սրահների, ավիաշոուների, համերգների, ֆուտբոլային խաղերի, միջազգային միջոցառումների, չեմպիոնատների եւ այլն։ Ու միշտ երազել եմ, որ ինչ-որ մի հատ նենց թույն բան լինի հայկական, որ ես բացում անեմ ու հետո թորներից պատմեմ, էլի չգիտեմ, հայկական առաջին ինքնաթիռը, հայկական առաջին հրթիռը դեպի Մարս, հայկական էլեկտրոմոբիլը, իհարկե լավ որ խանութներ են բացվում, սրահներ, ռեստորաններ, այդ գրադարանում չեմ բացել երբևիցե։ Ինչ որ մեկը գրադարանի բացման ներկա եղել է։ Սերգեյ, ծավ տանք Սերգեյ։ Մի հոգի եղել է ամոթ մնացածից, բայց կարող է գրադարաններն են քիչ բացում ուղղակի, էդ կա, այո։ Եվ այսօր փաստորեն իմ երազանքներից մեկը կատարվում է, որտեղ այսօր շատ լուրջ եւ կարեւոր բան է բացվում, շատ լուրջ եւ կարեւոր քայլ ենք անում դեպի ապագա եւ շատ լուրջ եւ կարեւոր բան ենք անում ոչ միայն որպես հայ, այլ որպես մարդ, որը որ ունի բանականություն եւ այնքան բանականություն ունի, որ արդեն ասում է, հələ մի րոպե, արհեստանական բանականությունն է թողա եւ նոր մտածում եմ, որ տեսեք անգլերեն ըլնում է հապավումը AI, ռուսերեն EE, հայերեն AB, հայկական, արհեստական բանականություն։ Միգուցե դա ինչ-որ հաբ է, որը որ մեր բոլորիս կփրկի կամ կփորձի փրկել, ես չգիտեմ։ Ինձ թվում է, որ դեռ ոչ մեկ ոչ մի բան չի հասկանում, հիմա որ հարցնեմ կարող է Սերգեյ էլի մենակ ձերը բարձրացնել, դրա համար չեմ հարցնում։ Կա մարդ, որը որ ինչ-որ բան հասկանում է ինչա տեղի ունենում առհասարակ։ Զերը ժողովուրդ ծափարում ես ախոյտ ես, այո, լավ, հասկացամ։ Դուք իրեք ներսից, բայց շատ կարևոր է նաև որ արտաքին աշխարհը այդ ամենի մասին իմանա, դրա համար այսօր բոլորս այստեղ հավաքվել ենք, փոքրիկ զրույցներ կունենանք, երկխոսություններ, քանի որ ես սիրում եմ հարցեր տալ, դրա համար հարցեր կտամ, նստած վիճակում հետո ինչ-որ փոքրիկ պրեզենտացիա կլինի այստեղ, իսկ հետո ազատ շփում, դե Զեբրիկին բոլորը ճանաչում են արդեն, ծափահարենք Զեբրիկին նաև, իսկ հիմա այստեղ եմ ուզում հրավիրել մի հետաքրքիր անձնավորությանը, Արման Ասատյան, որը ծափահարություններ, Արման, տեղավորվեք, խնդրում եմ, ինչ է կարծում, քանի տարեկան է Արմանը։